Բարի երեկո հարգելի ունկնդիրներ, սկսում ենք Ծուռնստենք հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօր իմ հյուրն է ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բարև ձեզ Տիկին Կարապետյան։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Դուք եւ պատգամավորության տարիներին եւ հիմա տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք ղեկավարել եք, զբաղվում եք արտաքին քաղաքական գլոբալ խնդիրներով եւ ինձ համար կարեւոր է, կարծում եմ մեր ունկնդիրների համար նույնպես, որpիսի դուք վերլուծեք, թե այսօր ինչ է կատարվում հատկապես հարավային Կովկասում, որովհետեւ արևմուտքի, Եվրոպայի իրար փոխադարձ ատելությունները, Ռուսաստանի զարմանալի դերակատարությունը Միացյալ Նահանգների հետ զարմանալի սերտ սիրային այսպես կապերը շատ հարցեր են առաջացնում այդուհանդերձ, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, քանի որ մեր տառապանքը փորձ ունի, որ որքան էլ գերտերությունները իրար սիրեն կամ չսիրեն, տուժողը միշտ լինում է հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը այս իրավիճակում։ Հիմա ինչ ընթացք ունի այս աշխարհաքաղաքական այս պոլեմիկան եւ դրանից մենք ինչպես կարող ենք օգտվել կամ հակառակը ինչպես կարող ենք տուժել։ Եկեք հենց սկզբից ֆիքսենք, շնորհակալություն հետաքրքիր հարցի համար, եկեք հենց սկզբից ֆիքսենք, որ Հայաստանը տուժող է միայն վերջի 7 տարում եւ դա միայն Նիկոլ Փաշինյանի մենաշնորհն է, որ Հայաստանը հայտնվել է այսպես ասած գեոպոլիտիկ առևտրի առարկա բառը իզուր չեմ օգտագործում, ոչ մեր կարծիքն է հաշվի առնվում, ոչ կշիռը, ոչ դիրքը, ոչ քաղաքականությունը։ Իսկ թե ինչ է կատարվում աշխարհում, շատ հետաքրքիր զարգացումների մեջ ենք մենք ապրում եւ ես կրկին ցավով եմ նշում, որ եթե մենք այսօր կարողանանք ունենանք ազգանվեր իշխանություն, որը գոնե նման կլինի Սերժ Սարգսյանի ժամանակվա արտաքին քաղաքականություն վարելու հմտություններին, մենք այսօր կկարողանանք շատ ամուր դիրք զբաղեցնել, քանի որ աշխարհը վերաձևավորվում է։ Ամեն ինչ գնում է նրան, որ Ռուսաստանը եւ Ամերիկան գնում են հարթեցման, հարաբերությունների տաքացման, եւ սա ոչ թե նախագահ Տրամպի կամ Պուտինի մենաշնորհն է, այլ այն փաստն է, որ աշխարհով մեկ գլոբալիստները զիջում են ավելի ազգայնական ուժերին։ Տրամպի առաջին կտրուկ քայլերը, գլոբալիստների անիմաստ ծրագրերը, ազգակործան, պետականակործան ծրագրերը մի կողմ դնելու եւ սեփական երկիրը հզորացնելու տարածվելու է աշխարհով մեկ։ Մենք արդեն տեսանք, ինչպես Տրամպը փորձեց Ուկրաինայի կոնֆլիկտը հարթել, այն խայտառակ դեբատը, որը տեղի ունեցավ Օվալաձև գրասենյակում, երևի թե կմնա պատմության մեջ որպես որոշում չկայացնող ուրիշների կարծիքի տակ մնացած պետության ղեկավար իրեն երևակայած Զելենսկի ֆիասկոն, իսկ ես դա գնահատում եմ միայն եւ միայն նրանով, որ Զելենսկին չի պատկերացնում, որ ինքը չի տիրապետում իրավիճակին եւ իր փոխարեն որոշում են կայացնում այլ մեծ տերություններ։ Ցավոք այսօր այդ վիճակում ենք նաեւ մենք։ Եվ մենք տեսանք, թե ինչպեսի մեծ արագությամբ Զելենսկին գնաց այսպես կոչված իր պապաների մոտ, եկեք բարեր իրենց անունով, հա, կոչենք, այցելեց Մեծ Բրիտանիա, այցելեց եվրոպական մի քանի ղեկավարների, որից հետո զարմանալիորեն ասաց, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները Ամերիկայի հետ։ Այսինքն այն պնդումը, որ գլոբալիստները տեղի են տալիս եւ աշխարհը փոխվում է, ապացուցվում է նաեւ դրանով։ Եկեք չմոռանանք, որ Եվրոպան ինքը ունի խնդիրներ, եվրոպական երկրները կանգնած են լուրջ ճգնաժամի առջև, որովհետեւ ինչ որ ձևով իրենց ժողովուրդների եւ իրենց հարկատուների դիմաց պետք է կարողանան բացատրեն ուր է գնում իրենց գումարները, ինչու է ուղղվում Ուկրաինա եւ որևէ արդյունք չեն ստանում։ Տեսեք, Իտալիան բաց հրաժարվեց ուղարկել խաղաղապահ զորախմբեր, իսկ խաղաղապահ ծիծաղելի է անվանել, որովհետեւ այդտեղ պատերազմ է գնում, խաղաղություն չկա, որ գնան խաղաղապահները։ Բայց փոխարենը Գերմանիան չի հրաժարվում, Ֆրանսիան կարծես իր հովանավորության տակ է վերցրել Զելենսկուն, նաեւ Մեծ Բրիտանիան կարծես թե փորձում է։ Ֆրանսիան ինքը ներսում ունի խնդիրներ, Գերմանիայում արդեն իշխանությունը փոխանցվել է, հավատացեք, անգամ Եվրոպական միության գոյությունը այսօր մեծ հարցականի տակ է, եւ եթե Եվրոպան կարողանա դիմակայել այս մարտահրավերին եւ գոնե պահպանել իր միասնականությունը, դա արդեն ձեռքբերում կլինի։ Շատ լավ, թույլ տվեք այստեղ ձեզ ընդհատեմ, քանի որ դուք կոնկրետ արտահայտվեցիք Եվրոպական միության լինել-չլինելու հավանականության մասին։ Դուք գիտեք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք ամիսներ առաջ սկսեցին ստորագրահավաք դեպի Եվրոպա կարգախոսով, անգամ օրինագիծը մտավ ազգային ժողով, առաջին ընթերցմամբ ընդունվեց, որ Հայաստանը փոխում է իր վեկտորը, գնում է դեպի Եվրամիություն, բայց բառացիորեն օրեր առաջ երկրորդ ընթերցմամբ այդ օրինագիծը այդպես էլ չմտավ օրակարգ,
Ես հիմա փոքրիկ փակագից բացեմ, ես այդ օրինագծի եւ այդ նախաձեռնության հիմնադիրներից մեկի հետ բառացիորեն 2 օր առաջ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում զրույց ունեցա եւ ասացի, այդ բա ինչու՞ չեք գնում Եվրամիություն, բա գնում եք այդքան ողջավորված, ինչու երկրորդ ընթերցման պետօրինագիծը չընդունվեց, ընդ որում ես շատ լավ գիտեի, հասկանում էի, որ այդ մնալուագզրոցներում զուտ ձևական բան է եւ Նիկոլի Ջրաղացին հերթական ջուր լցնելու արարողությունն է։ Ինքը շատ այսպես բարձունակ պատասխան տվեց, ես կարող եմ դա այսպես բացահայտ ասել, ասաց դե դու падգամավոր եղել ես, գիտես, մենք պիտի օրինագիծը ներկայացնեինք փոփոխված մինչև ժամը 12-ը, մենք ժամը 12-ից ուշացանք եւ դրա համար այդ պատճառով չմտավ։ Սա այնքան զավեշտալի է, այնքան ծիծաղելի, նույնիսկ մանկապարտեզի մակարդակով այսպիսի բացատրություն տալը այդ աղմուկանած, ծնծղաներով աղմուկանած այդ օրինագծին, շատ, չգիտեմ դրա անունը, դրա որակումը ես ինչպես տամ։ Հիմա Տիկին Կարապետյան, դուք շատ լավ աշխատել եք եվրոպական կառույցների հետ եւ Եվրոպայի խորհրդարանում, ես գիտեմ, եւ ձեր կարծիքով արդյոք Հայաստանը հիմա իզորու է, ի վիճակի է գնալ Եվրամիություն, արդյոք Եվրամիությունը կընդունի Հայաստանին իր գիրկը, որովհետև մենք աչքի առաջ ունենք մի շարք պետություններ, որոնք տարիներ շարունակ ձգտում են, ամեն ինչ անում են, բայց դեռ պատրաստ չեն եւ Եվրամիությունը իրենց չի պատրաստվում ընդունել։ Եվ հետո այս քաղաքական կամ աշխարհակաղակական կարճատեսությունը ոնց եք բացատրում, երբ որ Եվրամիությունը ինքը այսօր խնդիրներ ունի, բայց Հայաստանում այս խառնիճաղանց ժամանակներում ինչ որ ուժեր, ինչ որ մարդիկ ասում են մենք գնում ենք Եվրոպա, մենք եվրոպացի ենք եւ այլն։ Ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, Հայաստանը ինքնուրույն անգամ չի կարող որոշել իր սահմանը որտեղ է։ Ինչպես կարող է Հայաստանը ինքնուրույն որոշել ինքը կգնա Եվրոպա, թե չի գնա Եվրոպա։ Ինչ վերաբերում է այդ օրինագծի, երևի թե դուք եք կարդացել, մամուլում վերջերս տեղեկացվեցին հենց ներքին ԿՊ-ական նախկին պատգամավորներից մեկի կողմից, որ Եվրաինտեգրման օրենքը սկզբից հանձնարարված է եղել ԿՊ խմբակցությանը առաջ տանելու, հետո ինչ որ խաղի կանոններ են փոխվել, հետո ինչ որ այդ ձեր նշած մանկապարտեզային խաղեր են եղել, սա վատ խաղացված, շատ վատ խաղացված, եվրոպահաջո ինչ որ սցենար է, որը անգամ դա չկարողացան խաղացնել։ Տեսեք, ես ինչի խոսեցի Պուտին-Տրամփ այդ տաք հարաբերությունների մասին, կա նաև երկրորդ կողմը, որը քիչ կարևոր չէ։ Ամերիկայի եւ Իրանի հարաբերությունների բարելավման մեջ միջնորդ է հանդիսանալու Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն երկու գլոբալ մեծ կոնֆլիկտ, ինչը Իրանի միջուկային զենք ունենալ չունենալ օգտագործելու խնդիրն է Ամերիկայի կողմից եւ Ռուսաստան, Ուկրաինա այսքան երկար ցկվող եղբայրասպան, ես կասեի, պատերազմն է, որ ուկրաինական ժողովուրդը այդպես էլ չընկալեց, որ նա օգտագործվեց։ Ես մի վատ արտահայտություն եմ լսել, բայց շատ տպավորիչ, որ դա միակ պատերազմն է, որտեղ պետք չեն թարգմանիչներ, այսինքն պատերազմ, որտեղ եղբայրասպան պատերազմ է գնում։ Եվ այս փոփոխվող աշխարհում զբաղեցնել աշխարհաքաղաքական ամենավատ դիրքը, ամենասխալ ճանապարհը գնալ դեպի Եվրոպա։ Եկեք մի հատ մենք հարցնենք ինչ է այսօր Եվրոպան։ Եվրոպան այսօր երկակի ստանդարտների մեջ թաղված, ինքը իր սկզբունքներին դավաճանած միավոր է, որը չի կարողանում անգամ սեփական ծախսերը հոգալ եւ չի կարողանում անգամ մեկ միասնական օրակարգ ձևավորել։ Ուժերը խիստ պառակտված են եւ Եվրոպա գնալը այսօր արկածախնդրություն է, դա մեկ։ Երկրորդը ձեր նշած երկրները, ովքեր սպասում են Եվրոպայի անդամակցության, հա, նրանք կորցրել են ամեն ինչ հնարավոր էր կորցնել։ Չեն արժանացել Եվրոպայի հովանու տակ լինելու այսպես կոչված իրենց բաղձալի երազանքին, փոխարենը կարողացել են պոկել իրենց համար գոնե այս րոպեական լուծման ինչ-որ բաներ։ Հայաստանը դա էլ չկարողացավ անել։ Այս ստորագրահավաքին օգտագործվել է շատ մի վատ ճղճիմ բացատրություն, որ ստորագրեք, որ Շենգեն վիզաներից դուրս գան, կարողանան այսօրվա իշխանության ձեռագիրն է, որ իրենք իրականացնում են, խաբել հերթական սուտը։ Մարդիկ, երբ որ ինձ մոտենում հարցնում էին, դուք ինչու չեք միանում այս նախագծին, ես իրենց բացատրում էի, որ սա ոչինչ չի տալու։ Վիզաների դյուրացմանը եւ վիզաների ազատականացման գործընթացը սկսվել է դեռ մեր ժամանակ։ Դեռ Սերժ Սարգսյանի օրոք են եղել բանակցությունները, ՍԵՊԱ-ն մեր բանակցածն է, եւ կյանքի չկոչված, կյանքի չեն կոչել։ Սրանք անգամ չեն կարողանում ՍԵՊԱ-ում ամրագրված Արցախյան հիմնահարցի լուծման տարբերակը առաջ տանեն։
սեպան վավերացրած եվրոպական երկրներից պետք էր պահանջել Ադրբեջանի հանդեպ համապատասխան վերաբերմունք, որտեղ դու ես ստորագրել, որ Արցախի հիմնահարցը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա։ Այդ ո՞նց եղավ, որ ուժի կիրառմամբ Ադրբեջանը տիրացավ Արցախին, իսկ դու չկարողացար անգամ մի հատ հայտարարություն կոչել։ Անկեղծ ասած, ձեր վրդովմունքը ես իհարկե հասկանում եմ, որտեղ սովորաբար ես էլ եմ այդ հարցադրումները անում, բայց մյուս կողմից եւ ես եւ դուք եւ շատ նորմալ մարդիկ կներեք չեն պետք է հասկանանք ի վերջո, որ այսօրվա իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում հայկական չէ, հայանպաստ չէ, եւ դրա համար է ձեր նշած շատ կարեւոր հարցերը, որոնք կարող էին միսու արյուն ստանալ եւ Արցախի խնդիրը ավելի հայանպաստ լուծման տանել, չեն իրականացվում, որտեղ այսօրվա իշխանությունը իրականացնում է Ալիևի եւ Էրդողանի բոլոր պատվերները։ Մի զավեշտալի բանի մասին էլի խոսենք։ Տեսեք, ժամանակին ասում էին, որ այդ խաղաղության խաչմերուկի հետ կապված մի քանի կետեր համաձայնեցված չեն, հետո սպրտեցին լուրեր այն մասին, որ այդ կետերից մեկը այն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի Հանրապետությունը փոխի իր սահմանադրությունը, հետո ասացին, չէ, նման կետ չկա, հետո Հայաստանից հնչեց տեսակետ, ես ուղղակի ժամանակագրությունն եմ նկարագրում, որ չէ, մենք մտադրություն չունենք սահմանադրությունը փոխելու, նույն Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ մեր սահմանադրությունը լավ էլ սահմանադրություն է։ Հիմա արդեն ասում են, որ մտադիր են փոխել սահմանադրությունը եւ ամենազավեշտալին, երբ որ գնաց ընդդիմության կողմից արձագանք, որ Ադրբեջանն ասում է փոխեք սահմանադրությունը եւ սրանք գնում են սահմանադրության փոփոխությանը, ամենածիծաղելի զազրելին այն էր, որ հիմա սրանք լուրեր են տարածում, որ Ադրբեջանը խանգարում է, որ Հայաստան, իրական բան եմ ասում ես ձեզ, Ադրբեջանը խանգարում է, որ Հայաստանի Հանրապետությունը փոխի իր սահմանադրությունը։ Այսինքն սա անգամ абսուրդ չի։ Սա անգամ այն խափլան կներեք, էլի խափելու, չգիտեմ, նույնիսկ մաստեր կլաս չի, պրիմիտիվություն է, սա պարզունակություն։ Տիկին ես Հիմա սրանցից ինչ սպասենք, որ սեպայի տողերը իրականացնեին, որ սեպայի պայմանագիրը իրականացնեին։ Այս մարդիկ թուրքերի չասում են, այդ են անում, այս իրավիճակում։ Անգամ այդ սահմանադրության այդ խժդժոցը, որ իրենք գցեցին, էլի վատ խաղարկված, ինչ որ մանիպուլյացիա, իրենք անգամ անդրկուլիսյան խաղեր չեն կարողանում անել։ Իրենք դասական անգլիական պարլամենտարիզմը խառնել են հայաթի ինչ-որ ռազմորկաների հետ, որտեղ իրանք միշտ կրված են, միշտ, որովհետև չեն կարողանում հետևել իրենց խոսքին։ Ես կարծում եմ, որ Նիկոլը նույն սահմանադրությամբ այս տարի փորձելու է զբաղեցնել ժողովրդին, որպեսզի գա հասնի 26 թիվը եւ գան հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակը։ Նա պարզապես ժամանակ է շահում, տեսեք, սկզբից այդ Գյումրիի խաղերը մցրեց, հա պրայմերիզ արեց, պրայմերիզով մեկ թեկնածու հավաքեց ձայներ, ինչը ես 3 երթի առաջորը չեմ հիշում, օրերս ԿՊԱ-ական մի падգամավորուհի, որի անունը կյանքում չեմ կարողանա հիշեմ, դեմքն էլ չեմ հիշում, բայց գրվեց, որ ԿՊ խմբակցության падգամավորը ասեց, որ ժողովուրդը արդեն ընտրել է պրայմերիզով ԿՊ-ի թեկնածուին։ Այսինքն Գյումրիի քաղաքապետը ընտրվել է 400 ձայնով։ 400, պատկերացրեք։ Այսինքն այդ կնոջ ուղեղում ընտրվելը 400 ձայնն է։ Մենք Գյումրիի ընտրություններին ես ուզում եմ անպայման անդրադառնալ մի որոշ ժամանակ հետո, որովհետև դուք էլ գյումրեցի եք եւ շատ լավ տեղեկացված եք Գյումրիի ընտրությունների հետ կապված։ Այդուհանդերձ խնդրում եմ ինձ ասեք, թե այս իրավիճակում բոլորս ամեն ինչ գիտենք։ Բոլորը բոլորին ճանաչում են։ Արդեն 7 տարի այս իշխանության ստերը բացահայտվում են խայտարակ արագությամբ, որ ասում եմ լույսի արագությամբ բացահայտվում են այդ ստերը։ 7 տարի իրենք շարունակում են խաբել այս ժողովրդին։ Եվ ընդդիմությունը 7 տարի, 7 չէ, բայց 20 թվականից սկսած պայքարում է այս իշխանությունների դեմ, չարաբաստիկ 44-օրյա պատերազմից հետո։ Այդպես էլ հաջողություն չի գրանցվել։ Եվ ինձ տխրեցնում է զուտ այն փաստը, որ ընդդիմությունը, այն ուժերը, որոնք իրենց համարում են ընդդիմություն եւ որոնց ես համարում եմ իրական ընդդիմություն, սկսել են մի տարօրինակ ինքնակռիվ, ամոթալի, այսինքն ընդդիմադիր ուժեր իրար դեմ են կռվում, բուն նպատակը թողած, բուն թիրախը թողած։ Սկսում են վիճել, թե ով բերեց Նիկոլին, ով օգնեց, որ Նիկոլը գա, եւ մի շատ կարեւոր հարցադրում են մոռանում, լավ ոնց անենք, որ Նիկոլին հեռացնենք, սա շատ կարեւոր, սկզբունքային հարցադրում է։ Առայժմ ես այս բանի մեջ, բանավեճի մեջ ես չեմ տեսնում այդ պատասխանը ոնց անենք, որ Նիկոլին հեռացնենք, որ իրար ոչ թե ուտենք, այլ
վստահ լինելով, որ կոնկրետ այս ուժը կարող է հեռացնել, այդ ուժին օգնենք կամ ոչ թե օգնենք, չխանգարենք պարզապես, թողնենք, որ հեռացնի։ Այս իրավիճակը իրականում շատ լուրջ օգնում է հենց Նիկոլի իշխանությանը։ Նիկոլին օգնում է քաղաքական Ինչու խանդը։ է այդպես եւ ինչ անենք, որ կարողանանք ի վերջո գտնել հարցի պատասխանը։ Ոնց անենք, որ Նիկոլին հեռացնենք։ Կամ ով է հեռացնելու Նիկոլին։ Իրականում այդքան էլ վատ չի, որ այս ամեն ինչը սկսվեց արդեն շատ բացահայտ, որովհետև մինչև քաղաքական դաշտը չառողջանա, մինչև քաղաքական դաշտը չհասկանա իրական նպատակը, իրական կռիվ տվողներին ու իրական խանգարողներին, մենք գուցե եւ առաջ չգնանք։ Ես հիմա ասում եմ շատ ցավոտ բան։ Բոլոր մակարդակներով, սկսած այն ամենաներքևի աջակիցներից վերջացրած արդեն գրասենյակների ղեկավարներով, երկրորդ եւ երրորդ նախագահի կողմնակիցները իրար մեղադրում են Նիկոլ բերելու մեջ։ Հասկանում եք, եթե ոչ մեկը չեն բերե, սա չէր լինի, որովհետև Նիկոլը չէր կարողանա մտցնել այս մանիպուլյացիան։ Կողմերից մեկը ազնիվ չէ։ Եվ մենք չենք, որ պետք է հիմա տանք այդ հարցի պատասխանը։ Հարցի պատասխանը կգա հենց այս վեճի մեջ։ Շատ տներեք պիտի ընդհատեմ, կողմերից մեկը ես եմ եղել, ոնց որ թե դուք եք եղել, եւ մենք այդ 55-ի մեջ էինք, որ չէ, դեմ ենք քվեարկել Նիկոլի վարչապետությանը։ Ես միշտ ասում եմ, լավ, այդ ընթացքում մենք մայիսի 1-ին տվեցինք ժամանակ, որ մինչև մենք չընտրեցինք, այո, թող այլ ուժեր, որ նստած էին պարլամենտում, առաջադրեին վարչապետի թեկնածու եւ հանրապետականը պաշտոնապես հայտարարել էր, որ կընտրի այդ թեկնածուին, որին կառաջարկեն այն ուժերը Նիկոլից բացի։ Բայց նրանք երկրորդ անգամ, այո, ստորագրահավաք արեցին եւ նորից երկրորդ անգամ, ինչպես մայիսի 1-ին, այնպես էլ մայիսի 8-ին այդ նույն ուժերը Նիկոլ Փաշինյանի թեկնածություն առաջարկեցին։ Հիմա անձամբ ինձ վստահ եմ նայած ես վրթովեցնում է այն պնդումը, որ ես Նիկոլ եմ բերել։ Ես հիշում եմ իմ հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին հենց այդ օրերին, երբ որ զայրացած ասեցի դուք պատկերացնում եք Նիկոլից վարչապետ։ Եվ բոլոր այդ հայոյանքների կծիկը ուղղվեց դեպի ինձ, որ դու ով ես, որ Նիկոլից բան ես ասում։ Հիմա ինձ անձամբ է դա վրթովեցնում։ Եվ վստահ եմ ձեզ էլ բոլոր այն 55 հանրապետական падգամավորներին, որ մերժել են Նիկոլին։ Լավ, եթե այդքան լավն էիք, դուք Նիկոլ չէիք բերել, չէիք ուզում Նիկոլը գա, բա մենք շանսը տվել էինք, մայիսի 1-ին նա չընտրվեց, մայիսի մինչև 8-ը դուք ունեիք մեկ շաբաթ ժամանակ, առաջադրեիք ձեր թեկնածուին, մենք վստահաբար կընտրեինք ձեր թեկնածուին, ոչ թե Նիկոլին։ Ինչու դա չարեցին։ Ավելի մեծ զավեշտիրել է գործը հասնում մարդիկ, ովքեր եղել են հրապարակում իրենց մանկահասակ երեխաների հետ, ինձ այսօր ասում են ուժ կիրառեիք։ Իրենք չեն պատկերացնում, որ այդ ուժը իրենց երեխայի հանդեպ է լինելու։ Այսինքն այն կարգի է ջնջվել ամեն ինչը, այնքան է խառնվել ճիշտը եւ սխալը, որ այս մեծ աղմուկը պետք էր ամեն մեկը ով ինչ ունի ասելու, բայց իր դեմքով, բաց տեքստով, առանց մանիպուլյացիայի թող խոսեն։ Ուզում եմ ասել ջրերը ստակեցվեն, պարզի ով է։ Այո, ջրերը մինչև չզուլալվեն, մենք առաջ չենք գնա, որովհետև մենք ունեցել ենք, կարծեմ 3 մեծ շարժում, եւ այդ շարժումները զարմանալիորեն տեղ չեն հասել, ես իրավունք ունեմ կասկածելու, որ տեղ չեն հասել, որովհետև ներսից տորմուզ է եղել։ Ես դրա իրավունքն ունեմ, որտեղ բոլոր ժամանակների, բոլոր ցույցերին, բոլոր ուժերի կողմից կազմակերպած ես մասնակցել եմ, նաև ձեզ եմ տեսել, մեր ընկերներին եմ տեսել, առաջի շարքում եք եղել։ Դուք որպես անհատ եք ասում, որովհետև դուք հանրապետական կուսակցության անդամ չեք։ Ես վստահեցնում եմ որպես կուսակցության անդամ, մեր կուսակցությունը միացել է բոլոր այն շարժումներին, որոնք Նիկոլին հեռացնելու համար են, ընդդեմ Նիկոլի են։ Մենք չենք եղել նախաձեռնող, կազմակերպիչ, առաջի շարքում, ղեկավար, բայց մենք եղել ենք բոլոր այդ շարժումներին։ Կռիվ տվողը ես ու երբ որ ռումբերը գցում էին հունիսի 12-ին, մենք էինք այնտեղ կանգնած։ Ես հենց այդ օրինակն եմ ուզում բերեմ, ոնց եղավ, որ հենց հանրապետական կուսակցության երիտասարդները ամենաշատը ուժեցին։ Այո, որտեղ առաջի գծում մենք էինք կանգնած։ Ես այդ ամեն ինչը տեսել եմ, ես ուզում եմ, որ այդ հարցերը տվող մարդիկ իրենք էլ այդ ամեն ինչը տեսնեն։ Սրբազան շարժումը, որը մինչև օրս գոյություն ունի, իր կողքին ունի երկու կուսակցություն, անդավաճան երկու կուսակցություն։ Մեկը հանրապետական կուսակցությունն է իր ողջ ռեսուրսով, եւ դա անտեսելը պարզապես քաղաքական կուրություն է։ Դա մեկ, երկրորդը, երրորդ նախագահն է, որ հայտարարել է, որ նա չունի քաղաքական պաշտոն զբաղեցնելու որևէ մտադրություն։
Այսինքն նրա նպատակը իշխանության գալը չէ, ոչ իր տեսքով, ոչ իր մտերիմների տեսքով։ Դա շատ կարևոր ուղերձ է, եւ մենք բազմիցս տեսել ենք նույն 21 թվականի ընտրությունները վկա, որ Նիկոլի հետ ընտրությունները գնալը հանրապետական կուսակցության կողմից մերժվել են, տեսնելով բոլոր վտանգները, ցավոք այդ վտանգները արդարացան, իրականացան եւ հիմա, այ հենց հիմա մենք շարունակում ենք ասել, մենք ես նկատի ունեմ թե հիմա գոյություն ունեցող շարժումը, թե հանրապետական կուսակցության իմ ընկերների պնդումը, որ չի կարելի թողնել, որ գործը հասնի հերթական ընտրությունների։ Այո, մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք, բայց Նիկոլը պիտի գնա փողոցով։ Նիկոլը պիտի գնա փողոցի ճնշման ներքո, մեր սահմանադրության թույլ տված եղանակներով։ Ինչպես եկել է, այդպես է պիտի գնա։ Միանշանակ։ Տիկին Կարապետյան, առաջարկում եմ խոսքի ընթացքում ես շեշտեցի, որ դուք գյումրեցի եք եւ դա ինձ շատ ուրախացնում է եւ հետեւելով ձեր գրառումներին ես տեսնում եմ, որ դուք բավականին ակտիվ մտահոգ եք, անհանգիստ եք, թե ինչ կլինի Գյումրիում։ Կարծեմ այսօր թե երեք վերջին օրներ առաջադրման, հա, արդեն կան առաջադրումները։ Ես միայն լսեցի, որ Վարդան Ղուկասյանը նախկին քաղաքապետն է առաջադրվել, Ռուբեն Մխիթարյանն է առաջադրվել, Մարտունը Գրիգորյան, եւ ԿՊ-ի այդ տղան, Սարիկը, չգիտեմ ինչյան։ Մի խոսքով, ինչ որ տեխնացություններ այդուհանդերձ կան, կարծեմ 10 ուժ եւ դաշինք, եթե ոչ ավել։ Գյումրին շատ կարևոր փորձաքար է եղել միշտ, շատ կարևոր, առհասարակ Գյումրին կարևոր է մեր հանրապետության համար եւ գյումրեցին է կարևոր։ Ես կարծում եմ սա լակմուսի թուղթ է լինելու այս ընտրությունը ինչպես, բայց նաև անհանգստություն ունեմ իմանալով այս իշխանություններին, որ փորձելու են կեղծել, ուժ գործադրել, ինչ որ գվարդիաներ հանել, ինչ որ ոչ հայկական դեմքերով, ոչ հայկական համազգեստով ոստիկաններ, պարեկներ լցնել փողոցներ, ինչպես անում էին Երևանի բաների ժամանակ, բողոքների ժամանակ։ Ինչ տեղեկություն ունեք, ինչ տրամադրություններ կա Գյումրիում։ Գյումրին արդյոք գյումրեցին հասկացել է, որ իր ընտրությունը շատ կարևոր է եւ ինքը չպիտի ընտրի ԿՊ-ին։ Ես նախ եւ առաջ ուզում եմ ասեմ, որ ես շատ հպարտ եմ, որ գյումրեցի եմ եւ Գյումրին ինձ տվել է շատ բաներ, որոնք հետո ինձ շատ օգնել են ու մինչեւ օրս օգնում են։ Հիմա տեսեք, չգիտեմ ինչի տարածված կարծիք կա, որ Գյումրին Նիկոլի հենարանն է։ Չկա այդպիսի բան։ Բագրատ Սրբազանի վերջի հավաքը դրա ապացույցներ, երբ որ լեփլեցուներ Թաթերական հրապարակը։ Հիմա կտեսնենք մարտի 30-ին։ Մարտի 30-ը ընտրությունների օրն է եւ կտեսնենք թե ում է ընտրում Գյումրին, եթե իսկապես դա լինի ընտրություն։ Ահազանգները արդեն շատ են։ Գիտեք, որ կան մի շարք միջոցներ, որոնց մասին արդեն տեխնացուները խոսում են, դա ժամանակավոր գրանցումներ հաստատելն է։ Հնդիկների եւ ռուսների մասնակցությունը։ Նաեւ Ջավախից մեր հայրենակիցները շատ կան, ընդունված է, որ նրանք երկքաղաքացի են եւ ունեն նաեւ հայկական անձնագիր, շատերը ունեն Գյումրիի գրանցում, դա արագ կազմակերպել, այսինքն եթե մի կողմ դնենք այդ ոչ ազնիվ քայլերը, որոնք կիրառվելու են, ես վստահ եմ, որ կիրառվելու են ընտրություններին ժամանակ, ես տեսնում եմ նաև մեկ վտանգ։ Շատ են տեխնացուները, ովքեր ձայն են փախցնելու, հականիկոլական ձայներ, բայց Նիկոլի թեթև ձեռքով հայտնված դաշտում, այսինքն գյումրեցիները տեսնելու են այս կամ այն տեխնացուին, ով կոշտ խոսում է Նիկոլի դեմ, բայց փաստորեն այդ մարդիկ չեն կարողանալու հաղթահարեն շեմը, բայց տանելու են իրական ընդդիմադիրների ձայները։ Դրա համար ես խնդրում եմ օգտագործելով նաև այս առիթը դիմեմ իմ ընկերներին, իմ բարեկամներին, ինձ ճանաչողներին, որ ընտրել կոնկրետ այն մարդուն, ում ճանաչում եք ու հաստատ գիտեք, որ Նիկոլի հետ որևէ գործարքի գնացած չի լինի։ Շատ զարմանալի խոսակցություններ կան Գյումրիում։ Գյումրին ինքը հետաքրքիր կոլորիտով քաղաք է։ Այն քաղաքն է, ես միշտ կատակով դա եմ հարցնում ծնողներից եւ միշտ այդ կատակով պատասխաներն եմ ստացվում։ Գյումրին այն քաղաքն էր, որ բոլորը գիտեին, անգամ արտահամուսնական կապերը ով ում հետ է կապված, այսինքն բոլորը իրար ճանաչում են, գիտեն ով ում հետ է լավ, ով ում հետ է վատ։ Գյումրիում խաղեր տալը բարդ է, բայց մենք Գյումրիում 90-ականներից սկսած ունեցել ենք խնդիրներ, երբ երկու հոգի դրել են իրար դեմ չեն կիսել աթոռը եւ անցել է երրորդը։ Հիմա Աստված մի արածցե ունենանք այդ տեսարանը։ Տեսեք, Գյումրին
չի կարողանալու չլինել ինչ որ կոնկրետ փոփոխության տեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է Գյումրիից, նաև փոփոխությունը սկսվելու է Գյումրիից ենթադրում եմ։ Երևի թե բարեբախտաբար թե ցավոք, չգիտեմ, բայց այդ ելակետն է, որը մենք պետք է փոխենք։ Այսօր տեխնացուների մեջ ես ուզում եմ նշել Ռուբենին Մխիթարյան եւ Մարտունին Գրիգորյան, երկու հոգի են, ովքեր իրոք խիստ մտահոգ են քաղաքով, եւ նրանք շատ տարբեր ոճի են։ Այնինչ անում է Ռուբենը, շատ գեղեցիկ լրացնում է Մարտունին, այնինչ անում է Մարտունը, երևի թե շատ կօգնի Ռուբենին։ Եվ դրանք երևի այն քիչ տեխնացուներից են, որ Նիկոլի իշխանության հետ որևէ սեպարատ համաձայնության կամ բանի չեն գնացել, իրական ընդդիմադիր տեխնացուներ են։ Նրանք ապացուցել են այս 7 տարին, 18 թվականի առաջին օրվանից սկսած, նրանք Նիկոլի դեմ են եղել, անցել են այդ նույն ճանապարհը, որը մենք իրար հետ ենք անցել, այդ բոլոր կտանքների ու լուտանքների միջով։ Ես շատ կցանկանայի տեսնել իրենց միավորված, շատ կցանկանայի, բայց ես չեմ դա որոշողը, գյումրեցին է որոշողը եւ հենց տեխնացուներն են որոշողը։ Դե սպասենք մարտի 30-ին հույս ունենալով, որ Գյումրին իր կոլորիտը, իր հումորը կօգտագործի եւ այս իշխանություններին կկարողանա։ Ես էսել եմ շատ ուզում նշեմ, որ նոր շունչ կարող է տալ Ռուբենը, շատ գեղեցիկ նոր շունչ կարող է տալ, այդ իր կարճ հոլովակները, որոնք նա բարձրացնում է խնդիրներ, որոնք կարծես թե անտեսված են, բայց հավատացեք, գյումրեցու համար շատ կարևոր են։ Նույն թափառող շները, հա, այս արդեն գիտեք քանի տարի ասում են, որ թափառող շների դեմ մարդ վախենում է փողոց անցնի։ Մութ ժամանակ չես կարողանում ամենակենտրոնական Սայաթնովա փողոցով քայլել։ Գեղեցիկ լուծումներ է առաջարկում Ռուբենը, շատ գեղեցիկ լուծումներ է առաջարկում եւ Ռուբենը իր աշխատանքով ապացուցել է, որ նա կկարողանա ամեն ինչին հասնի։ Մարտունն էլ Գրիգորյան կայունություն է առաջարկում։ Ես շատ կխնդրեի իմ ընկերներին 10 անգամ մտածել եւ տալ քաղաքին շունչ, տալ քաղաքին հնարավորություն մաքրելու իր վրայից Նիկոլ Բերողի, այդ տեսեք Գյումրին էլ այդ Նիկոլ Բերողի խարանի մեջ մտե մաքրվել Գյումրին։ Ինքս ես ում եմ ընտրելու չեմ ասի իհարկե, բայց ես լինելու եմ։ Դուք ընտրելու իրավունք ունեք Գյումրիում։ Այո, ես Գյումրիի գրանցում ունեմ եւ ես մասնակցել եմ, երևի թե այն քիչ ընտրություններից է, որ գնալու եմ մեծ ուրախությամբ ու սպասելու եմ սրտի մեծ թրթիռով։ Դե հաջողություն եմ մաղթում ձեզ, որովհետև մոտապես հասկանում եմ նաև ով է ձեր տեխնացուն, դա նաև կարծում եմ բոլոր սթափ մարդկանց տեխնացուն կարող է լինել։ Տիկին Կարապետյան, առաջարկում եմ ամփոփենք հաղորդումը եւ ինչպես գիտեք, իմ հաղորդման վերջում ես միշտ նույն հարցը տալիս եմ, այդուհանդերձ այս անցնող տարիների ընթացքում հարցի շեշտադրումը տարբեր երանգավորում ունի ցավոք սրտի, պատերազմից հետո այլ էր, հիմա քիչ այլ է։ Բոլորը խոսում են այն մասին, որ 25 թվականը շատ կարևոր է լինելու Հայաստանի կյանքում։ Բոլորը խոսում են այն մասին, որ այս իշխանությունների վարկանիշը սարսափելի ընկած է եւ սոցիալական հարցումները եւ իրական հարցումները սրա մասին են խոսում։ Բոլորը խոսում են այն մասին, որ Նիկոլի վերջը եկել է, քաղաքական եւ այլն, որ երկիրը ի վերջո պիտի ազատագրվի եւ վերադառնա բնականon տրամաբանական հուն։ Դուք քաղաքական կենսագրություն ունեցող գործիչ եք, քայլերը կնշեք, ասենք կարևոր մի քանի քայլեր, որ պիտի արվի պարտադիր։ Նախ ամեն մեկը պետք է ունենա իր մասնակցությունը։ Մարդիկ, ովքեր հարցնում են երբ եք հանելու Նիկոլին, պետք է իրենց հարցը դարձնեն, երբ ենք հանելու Նիկոլին։ Մարդիկ պետք է հասկանան, որ ամեն մեկը իր տեղում, իր տնից չի կարող նստել սպասի, մինչև ինչ որ ուժեր, Նաիրան, Մարգարիտը, չգիտեմ, Հանրապետական կուսակցությունը, Բագրատ Սրբազանը, Դաշնակն, կապ չունի ով, ինչ որ մեկը, Ռուսաստանը, Ամերիկան, ոչ, Նիկոլին հեռացնելու ենք մենք եւ հեռացնելու ենք բոլորս միասին։ Երկրորդը, այս փոխհրաձգությունը, որը տեղի է ունենում ընդդիմադիր դաշտում, ի վերջո պետք է վերջանա։ Ի վերջո պետք է գա հաշտեցման, իսկ հաշտեցումը կարող է լինել միայն ամենաբարձր մակարդակով։ Ամենաբարձր մակարդակով պետք է լինի հանդիպում ըստ իս եւ պետք է լինի դիմում աջակիցներին, նաև ինչ որ բացատրություններ, հարցերին պատասխաններ, հաշտեցումը կարող է լինել միայն այն դեպքում, ենթադրում եմ, երբ որ 2 կամ 3 կողմերի նպատակը մեկն է հեռացնել Նիկոլին եւ հետո գնալ ընտրությունների, ոչ թե սպասել հերթական ընտրություններին։ Այդ է հենց էտա, ասածս էտա, երբ որ պետք է
երկրորդ նախագահը իր աջակիցներին դիմի, ասի վերջացրեք, Նիկոլին կհեռացնենք, հետո հարցերը կլուծենք կամ տա հարցերի պատասխանը։ Երրորդ նախագահը պետք է դիմի իր աջակիցներին հրապարակայնորեն, ես գիտեմ, որ նա միշտ դիմում է եւ միշտ հանդիպումների մեջ է, եւ ասի, որ մենք շարունակում ենք մեր ճանապարհը, մեր նպատակը Նիկոլին հեռացնելն է։ Քաղաքական տարբեր գործիչներ, ովքեր որևէ կուսակցության չեն հարում, պետք է միավորվեն մի հովանու տակ։ Ախր դա ստացվել էր։ Մենք անցած տարի դա տեսել էինք։ Ինչպես ստացվեց, որ այդ ամեն ինչը խառնվեց, այստեղ եւս ես տեսնում եմ, որ գուցե այդ միավորվածների բոլորի նպատակը չէր Նիկոլին հեռացնելը։ Երբ որ մենք մեր մեջից կարողանանք հեռացնել դավաճաններին, մենք արդեն կհեռացնենք գլխավոր դավաճանին։ Եկեք ավարտենք խոսքը երևի թե Վազգեն Սարգսյանի ամենագեղեցիկ արտահայտություններից մեկով, որ ասում էր, ես մահուց չեմ վախենում, ես մահու չափ վախենում եմ դավաճաններից։ Երբ որ մենք ինքնամաքրվենք, մենք կմաքրվենք նաև Նիկոլից։ Շատ շնորհակալ եմ։ Դա ասված, որ մենք դա տեսնենք 25 թվականի գարնան ընթացքում։ Լինելու է, անպայման լինելու է։ Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց Սուրն ստենք հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօր իմ հյուրն էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։ Զրույցը վարեց Մարգարիտ Եսայանը։ Շնորհակալություն։